Ողջույն սիրելի հայրենակիցներ, հերավար կապով այժմ ես հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Հարգարժան Նայիրի Սարգսյանն է այսօր իմ հյուրը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սարգսյան, Բարև ձեզ։ եւ շնորհակալ եմ այս ձևաչափով մեր հարցազրույցին միանալու համար։ Պարոն Սարգսյան, բնականաբար պետք է խոսենք այն իրավիճակի մասին, այն քաղաքական իրողության մասին, որի մեջ գտնվում է մեր երկիրը, նախընտրական գործընթացներ գնում ենք հունիսի 7-ին ընթառաջ ընտրությունների եւ մի հատ հասկանանք ինչ է կատարվում իրականում մեր երկրում եւ ինչ քարոզարշավ է իրականացվում։ Վերջերս դուք մի հայտարարություն եք արել, որ դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին, կարծում եմ իսկական պահն է բացահայտելու համար եւ մեր ժողովրդին ցույց տալու համար, թե ինչ է կատարվում եւ ինչպիսի քարոզարշավ է օրինակ իրականացնում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը անձը Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուրեմն ես ուզում եմ հետեւյալից սկսել, որ 2021 թվականին դուք շատ լավ եք հիշում, ինչ խոստացավ, ինչ ծրագրեց իրենց կառավարության ծրագրում, այդ խոստումները գրեթե մեծ մասամբ չկատարվեցին եւ ամենաայսպես ցցում դեպքը իրավիճակը, որի առաջ մենք կանգնել ենք, Արցախի հանձնումն է, օրինակ Հայաստանի տարածքների հանձնումն է։ Քարոզարշավի այսօր, պարոն Սարգսյան, մտել այսպիսի կարգախոսով խաղաղություն ենք բերել, տեր կանգնենք խաղաղությանը, այսպիսի լոզունգով։ Հիմա ես ուզում եմ որ մեր այս հարցազրույցը սկսենք հետևյալով ներկայացնենք մեր ժողովրդին, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, հա, բացենք մեր ժողովրդի աչքերը, թե ինչ խաղաղության մասին է ասում։ Եթե Արցախի նման խաղաղություն է, ապա չգիտեմ, գուցե Արցախի տարբերակն է հիմա փորձում իրականացնել Հայաստանում։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե շատ ճիշտ եք նկատել, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, դա կեղծ է եւ այո, ես իմ հանրային ելույթում նշել եմ, որ խաղաղություն տերմինը նրանց արտասանած եւ բոլոր տեղերը այդպես շարունակ տարածած պետք է ընկալել որպես խարդախություն։ Չկա որևէ տեսակ խաղաղություն, այլ եւս մեկ անգամ խարդախության միջոցով ժողովրդի վստահությունը չարաշահելու եղանակով փորձում է Նիկոլ Փաշինյանը խաղաղության կեղծ անվան տակ կապիտուլյացիան հասնել վերջնական ավարտին։ Եվ սովորաբար մարդկանց մասին, երբ որ կարծիք են փորձում կազմել, շատ ավելի էֆեկտիվ է մարդու կենսագրությունը վերլուծել եւ հասկանալ ով է եղել մարդը նախկինում, ինչ է ասել եւ ինչ է կատարել։ Ու այսպիսի շատ հայտնի խորիմաստ ասացված կա. եթե առաջին անգամ ձեզ խաբում են, ապա խաբողն է մեղավոր։ Եթե երկրորդ անգամ են խաբում, արդեն դուք եք մեղավոր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայ ազգին խաբել է բազմիցս։ Ինչ 2, 3, 4, 5 անգամի մասին է խոսք, եթե մենք չասենք 10, 20, 30, 40, 50 բազմաթիվ դեպքեր կան խաբեության։ Հետևաբար խաղաղություն եւ ստախոսության դեպքեր, երբ որ միախառնում ենք, այո, ճիշտ եք, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա այնտեղ։ Արցախում էլ ապագա կա, երբ որ խոստանում էր ազգային ժողովում եւ ամբողջ թիմով ցինիկաբար ծափահարում էին, Արցախում ապագա կա, բայց Ադրբեջանի համար։ Հիմա Հայաստանում խաղաղություն կա, պետք է ընկալել հետեւյալը. խաղաղություն կա հայերի համար, թե առանց հայերի։ Հայաստանը վտանգի տակ է հայտնված ինչպես Արցախը։ Այսինքն 21 թվականին մարդը գոռում էր, մինչև 21 թվական, 18 թվականին ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ մենք պետք է պայքարենք Արցախի համար։ Գոռում էր զենքը կա, ամեն ինչը կա, միայն եկեք, հավաքվեք, սա մի նոր Սարդարապատը եկեք եւ կռվեք։ Մարտակոչի էր տանում, զոհման էր տանում մեր ազգի սերուցքը, այնուհետև այժմ ասում է Ղարաբաղյան շարժումը եղել է շատ սխալ։ Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այսինքն միգուցե եթե ձևակերպի, ասի գիտեք, ես այն ժամանակ սխալվել եմ եւ այժմ այդպես շատ ավելի խորքային եմ ուսումնասիրել, միգուցե հնարավոր լինի ընկալել, բայց մարդ երբ որ ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո դրամագծորեն ասում է Արցախը երբեք հայկական չի եղել, սրանից այն կողմ ստախոսության բացահայտում կամ ստախոսության հիմնավորում էլ ինչպես կարող է լինել։ Ես այլ կերպ չեմ պատկերացնում։ Հիմա խոսում է Սյունիքի մասին, խոսում է Հայաստանի մասին, եւս մեկ անգամ պետք է փաստենք, ստում է։ Այսինքն եթե մենք մարդուն ճանաչում ենք որպես պրոֆեսիոնալ ստախոս, ու նրա գործունեության այսպես միակ առանցքը ստախոսությունն է, ինչպես մենք կարող ենք այս մարդուն հավատալ։
Հետևաբար կեղծ են բոլոր խաղաղության թեզերը։ Դրանք ընդհանրապես ժամանակավոր պայմանավորվածություններ են, ընտրություններից հետո, եթե Փաշինյանի բախտը բերի, ապա նոր աղետ բերի Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Փաստորեն ընտրություններից հետո աղետ կգան մեր ժողովրդի գլխին նաև այն առումով, որ կիրականացվի վերադարձ արևմտյան Ադրբեջան այսպիսի մի սարսափելի ծրագիր ունի Ադրբեջանը, ինչի մասին իրենք շատ ակտիվ խոսում են, քննարկում են, միջազգային հարթակներ են այդ թեման նաև տարել, բայց ահա տեսեք ինչ ենք լսում մենք ՔՊԱ-ականներից եւ Փաշինյանը եւ երեք իր այդ թիմի անդամներից օրինակ եթե չեմ սխալվում Արսեն Թորոսյանն էր եւ ժողովուրդը անհանգստացած հարցնում է ճիշտ են այն հայտարարությունները որ 300,000 ադրբեջանցիներ լցվելու են Հայաստան ասում են սուտ է միֆ է ինչի մասին է խոսքը կամ երբ ՀԿ-ի անդամները կամ որոշակի ինչ որ քաղաքական շրջանակներ Փաշինյանի գաղափարակիրները գնում են Բաքու հետ են վերադառնում դարձյալ մեր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում ասելով որ այդ բոլորը միֆ են Ադրբեջանը նման ծրագիր չունի չընկարողացել անգամ Արցախը բնակեցնել ուր մնաց որ վերադարձնեն 300 եւ ավելի ադրբեջանցիների Հայաստան բայց մենք լսում ենք անընդհատ կոչեր ոչ միայն ներհայաստանյան դաշտից, այլ հենց ուղակի Ադրբեջանից։ Հիմա պարոն Սարգսյան, ես կխնդրեմ դուք եւս անդրադառնաք այս հարցին, այսօր առավոտյան կրկին անգամ այս թեմային հետ կապված ահազանգ հնչեցրեց ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանը, շեշտելով, որ ես ունեմ լուրջ կասկածներ, որ այո, Փաշինյանը արդեն սկսել է վերաբնակեցման process-ը եւ իր վերընտրվելով փաստորեն այդ ամբողջ ծրագիրն է իրականացնելու, որը Ալիևի երազանքն է։ Ես կխնդրեմ դուք էլ ձեր հերթին բացատրեք մեր ժողովրդին, որտեղ են մանիպուլացնում այս մարդիկ մեզ, խնդրեմ։ Շնորհակալություն բավականին ծավալուն եւ ընդգրկուն հարցի համար։ Տեսեք, Ադրբեջանը ըստ ադրբեջանական հայտարարությունների, ընդ որում Բարսեղջյան պաշտոնյաների հայտարարությունների եւ նրանց ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության, Ադրբեջանը մանկավարժական համալսարանում ստեղծել է Արևմտյան Ադրբեջան ֆակուլտետ, ստեղծել է Արևմտյան Ադրբեջան հատուկ հաղորդում կամ հեռուստա, այսպես հեռարձակման ինչ որ մի երևույթ, ստեղծել է Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպություն ու բավականին տեմպով լոբինգ է անում ամբողջ աշխարհում։ Անընդհատ խոսում է, որ նույնիսկ վերջերս խոսում էին այդ թվում ռուսական հեռուստաընկերություններով ու հաղորդումներով հեղինակավոր խոսում էին, որ Արմենիա եղել է, ընդ որում հայկական կողմի Ռուսաստանում բնակվող իհարկե ոչ թե իշխանական, այլ հայկական կողմը բերում էր փաստարկներ, որ նույնիսկ Հռոմում կա Արմենիա եւ Քարտեզը, եթե դժվար չի կարող եք այցելել եւ տեսնել, որ Հայաստանը որքան հնագույն պետություն է տարածաշրջանում, Իլհամ Ալիևը եւ նրա խոսնակները տարածում են ամբողջ աշխարհում, որ այո, դուք ճիշտ եք, Արմենիա եղել է, բայց Արմենիան ոչ թե ձերն է եղել, այլ մերն է եղել, եւ դրանք քրիստոնյա թուրքերն են, ովքեր որ նեղացել են մեզանից եւ այդպես անջատողական են քաղաքականություն են վարել, սրանք վտանգավոր թեզեր են, որոնք տարիների ու ժամանակի ընթացքում կարող է ուղղակի աշխարհի ընկալումը փոխել, եթե չլինի հակադարձումներ, եթե չլինեն մեր ինքնության պահպանման գործողություններ։ Հիմա տեսեք, Արևմտյան Ադրբեջան թեզ եւ երկրորդ հերթին արդեն դրանց տարածում, որ Հայաստանը իրենցն է։ Այնուհետև դրան հաջորդում է եկեղեցու հանդեպ հարձակումները, ընդ որում իրենց Փաշազադեն հայտարարում է, որ Հայաստանի եկեղեցին տարածաշրջանային սպառնալիք է հանդիսանում, ճիշտ նույն ձևակերպումով Նիկոլ Փաշինյանը ասում է Հայաստանի եկեղեցին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար եւ սկսում է եկեղեցու դեմ հարձակումները։ Մի կողմ թողնենք, հա, բոլոր անձերին հայկական եկեղեցին, հայերի ինքնության պահպանման, եթե չասենք թիվ 1 կառույցն է ինստիտուցիոնալ, բայց առաջնայիններից վստահաբար մեկն է։ Այսինքն մի կողմից մենք ունենք Արևմտյան Ադրբեջան, այսինքն հստակ արդեն առանց կասկածի Հայաստանի Հանրապետության կլանման, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հավակնությունների ելույթներ եւ փաստացի գործողություններ, երկրորդ կողմից ունենք դրանց սպառնալիքների, այսինքն իրենց դիտանկյունից սպառնալիքների եկեղեցու հանդեպ հարձակումներ, դրան զուգահեռ ունենք պարտադրանք, այո 300,000 թիվը հենց այնպես չի, տարբեր հատակներից տարբեր ժամանակահատվածներում հնչեցվել են, բայց նույնիսկ կարող ենք 300,000-ի վրա չկենտրոնանանք, թող լինի 30,000, թող լինի 10,000։ Ինչն է նրանց կարևոր գերխնդիրը։ Ադրբեջանցիները աշխատող մարդիկ Ադրբեջանի հասարակ ժողովուրդ չի գալու Հայաստանում ապրելու։ Նրանք այստեղ բերելու են արդեն վարժեցրած, չգիտեմ ինչերի,
իրենց այդպես, չգիտեմ, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց, Պակիստանից ինչ որ վարձկանների, ուժային կառույցների աշխատակիցների, որոնք որ անցել են թոշակի եւ գալու են Հայաստանի ներսում կոնֆլիկտներ հրահրելու։ Ինչ որ X փուլի Ադրբեջանը հայտարարելու է կամ Թուրքիան հայտարարելու է, որ գիտեք, մեր ազգակիցներին Հայաստանում շատ վատ են այդպես էթնիկ խտրականության են ենթարկում, նրանց ճնշում են գործադրում եւ այլն, եւ մենք պետք է գնանք նրանց փրկելու։ Ու այսպես գնալու է ոչ թե խաղաղություն, այլ գնալու է Հայաստանի Հանրապետության հետ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ կոնֆլիկտը պատերազմական գործողություններով մինչև սպառնացող։ Հետևաբար, մեր հայրենակիցներին կոչ եմ անում միշտ լսած թեզին փորձել վերաբերել, այսինքն զտել թեզը կամ զտել խոսքը եւ հասկանալ դրան արժանահավատ են դրանք թե չէ, արժի հավատալ թե չէ։ Առաջնայինը, որ արժանահավատ է թե ոչ, նախ պետք է հասկանալ ով է այդ խոսքը ասողը։ Եթե խոսքը ասում եմ մի մարդ, որը սուտասան է, օրինակ մեր հայրենակիցներին կխնդրեմ հետեւյալ տրամաբանությամբ ֆիլտրացիայի գործընթացը կազմակերպել։ Եթե դուք ունեք երկու հարևան, որից մեկը ճշմարտախոս է եւ ատում է ու մերժում է սուտը, հաջորդ հարևանը ճիշտ խոսք չունի բերանում։ Երկուսը գալիս են տարբեր ինֆորմացիաներ են տրամադրում, որ մեկին կհավատաք, սիրելի հայրենակիցներ։ Այդ նույն տրամաբանությամբ եկեք ստացված տեղեկատվությունը ֆիլտրացիայի ենթարկեք։ Այսինքն այս մարդը եթե անընդհատ իր ամբողջ կյանքի ընթացքում ստել է, լրագրության ժամանակ զբաղված է եղել կեղծ եւ սուտ լուրեր տարածելով, падգամավորակ եղած ժամանակ զբաղված է եղել կեղծ եւ սուտ թեզեր տարածելով, առավել եւս կառավարության գլուխ կանգնելով, ինչ խոսել է արել է հակառակը։ Ցույց տվեք մի բան, սիրելի հայրենակիցներ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ու կատարել ճիշտ այդպես։ Իսկ հիմա տեսեք, քարոզարշավը իրականացնում, սովորաբար քարոզարշավի իրականացումը պետք է իշխանության եւ ընդդիմության քարոզարշավները տարբերվեն միմյանցից։ Իշխանության քարոզարշավը բացառապես պետք է լինի հաշվետվություն ժողովրդին, որովհետեւ նա աշխատանքային պայմանագիր է կնքել հայ ժողովրդի հետ 5 տարով վարչապետի պաշտոնում ծառայելու համար, տվել է խոստումներ, ստացել է քվե եւ պետք է նա ծառայի հավուր պատշաճի։ 5 տարի հետո պետք է գա ժողովրդին դիմի, հաշվետվություն ներկայացնի եւ ասի 5 տարի առաջ խոստացել եմ A կետը, B կետը, C կետը։ Սրանք կատարողականներն են, սրանք շեղումներն են, որի բացատրի շեղում։ Հիմա ասում են արցախցիների իրավունքների պաշտպանություն անվտանգ ապրել Արցախում 23 թվականին էթնիկ զտման ենթարկեց Ադրբեջանի հետ արցախցիներին։ Հիմա կատարողականը 0% է, չէ՞։ Հետևաբար պետք է դրա մասին խոսենք, թե չէ։ Իսկ ինչ է անում ինքը։ Անձնավորված ընդդիմադիր գործիչներին, երեք լսում էի Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ինչ որ անմարդկային շրիշակի մակարդակի անձնական դաշտ մտնելու պրիմիտիվ որակումներ է տալիս, այդ մարդիկ աշխատանք են կատարում, չես ամաչում, եղբայր վարչապետ, ամոթ է վերջապես, չէ։ Չի կարելի այդպիսի բան անել։ Գնա կատարողականից խոսի, գնա բովանդակությունից խոսի։ Այո, ճիշտ է, ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է բովանդակության նկատմամբ ձև գերակայության սկզբունքով, ինչը ինչպես միշտ աշխարհում ընդունված է հակառակը գործիչների մոտ, մասնագետների մոտ, փորձագետ, բոլորի մոտ։ Այս մարդը ձևական ինչ որ Սամվել Կարապետյանը կարող է բոլորի հետ էլ ստացվում է, չէ՞, լեզվական ինչ որ խնդիր է խոսակցության ժամանակ առաջ կարող են ուղղակի բառը ճիշտ չարտաբերել ու գնալ դարձնել ինչ որ քարոզչության կամ քարոզարշավի խոսակցության առարկա, խոսել Գագիկ Ծառուկյանի ընտանիքի չես ամաչում օրը։ Ամոթ է վերջապես, չէ։ Դուրս եկեք, ես խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին դուրս գա այս պրիմիտիվ քարոզարշավային իրավիճակից եւ զբաղվի հայ ժողովրդին հաշվետվություն ներկայացնելու գործով։ Սարգսյան, կարծում ձեր կոչը ուղված Փաշինյանին տեղ չի հասնելու հենց մի պարզ տրամաբանությամբ։ Ես այսօր լսում էի նաև Իշխան Սաղաթելյանի շատ հետաքրքիր ձևակերպում արեց, որ ասում է սա հատուկ է արվում, որ เป զի օրակարգը թեքի այլ ուղությամբ, այսինքն բոլորը տարվում են այդ հայոյախոսությամբ, սկսում են մեկ-մեկ ու վիրավորել եւ իրականում այդ պղտոր ջրում ինքը շահում է։ Եվ ճիշտ էր նկատում Սաղաթելյանը, որ մենք թույլ չենք տա, որ դու օրակարգը այլ ուղությամբ շեղես։ Դրա փոխարեն հարցերի պատասխանի, օրինակ դիմի Ալիևին, որ մեր տարածքից պատրաստ է, ասում է դիմել, որ մեր տարածքից, մեր հողերից դուրս բերի իր զորքերը եւ այլն։ Այդ թվում նաեւ 300,000 ադրբեջանցիների թեման կարելի է ներառել այդ հարցման մեջ։ Հիմա դառնանք այդ ստի շարունակվող շղթային, տեսեք,
մարդկանց հավատացնել են փորձում, որ այ սահմանները բացվում են եւ դուք շատ լավ եք ապրելու։ Այսինքն հայից պոկում են նաեւ այն վտանգի զգացողությունը, զգոնությունը, որ եթե սահմանները բացվեց, դու ինչ կունենաս, որը կլինի քեզ համար լավ եւ որը կլինի խիստ վտանգավոր։ Ընթոք մինչեւ քո տնտեսությունը ամբողջությամբ կարող է խժռել, էլի Թուրքիան։ Մարդկանց հավատացնում են, պարոն Սարգսյան, լոլիկը կտանեք, կբերեք, չգիտեմ, վարունգը կտանեք, կբերեք, ձեր ապրանքը դրսում կյացնեք, հեշտ կլինի, ադրբեջանցիները կգան, կգնան։ Գիտեք, այնպիսի ձևով է ներկայացնում, որ մարդկանց ուղեղներին նստել է դա։ Ես հիմա կխնդրեմ ձեզ որպես տնտեսագետ, գիտեմ, որ այս թեման շատ երկար վերլուծության թեմա է, բայց եթե հնարավոր է, կարճ եւ հասանելի, մարդկանց ուղեղներին հասանելի տարբերակով ներկայացրեք վտանգը եւ այն սուտը, որով նա ուղակի մանիպուլացնում է մեր ժողովրդին, իրականում կանգնեցնելով մեր երկիրը, մեր տնտեսությունը լրջագույն վտանգների առաջ։ Լսում ենք ձեզ։ Մեր սիրելի հայրենակիցներին անդադ պետք է մենք տեղեկատվությունը, ճշմարտությունը տարածենք, որպեսզի հասցնեն իրենք էլ լսել եւ ստացված տեղեկատվությունը մարսեն։ Նախ սկսենք նրանից, որ մինչև տնտեսությանը գոյություն ունի Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկրումները այդպես սպառնալիքների տակ հայտնված ապրանքներ կարող են լինել։ Ես շատ խորը կասկածներ ունեմ, միշտ շեշտում եմ այդ մասին։ Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստան դիտարկվում է որպես սպառնալիք։ Սովորաբար նման պայմաններում սպառնալիքի չեզոքացման քաղաքականություն են վարում, ինչը հենց հիմա իրականացնում է Թուրքիան Ադրբեջանի ձեռքով։ Այսինքն նրանց նպատակը Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքի վերածումն է առանց հայերի։ Եթե հայերը կմնան, ապա հայերը թող այդպես թուրքացվեն, կրոնափոխ լինեն, նրանց ազդեցության տակ, նրանց ենթակայության տակ կամ նոր турբուլենտ աշխարհում մենք չենք կարող ասել աշխարհի ինչպիսի վերադասավորում կունենա եւ ինչ ենթակայության մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ հայերին իրենց ենթարկացնելու մասին է խոսքը։ Եվ նրանք կարող են գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքներով, դեղերով ներարկված ապրանքներ մատակարարել հայկական շուկա։ Մեր սիրելի հայրենակիցներին ցանկանում եմ հիշեցնել կորոնավիրուսի ժամանակահատվածը։ Ովքեր որ գնացին եւ պատվաստվեցին, այն ժամանակ խոսում էին, որ չի կարելի չպատվաստվել, անմտություն է չպատվաստվել, ինչի մասին է խոսքը, ամեն մեկի մոտ տարբեր հիվանդություններ կան։ Ես բժիշկ չեմ եւ չգիտեմ դրա փորձագիտական եզրակացությունը, բայց հանրության մեջ կա տարածված շատ լայն տարածում գտած կարծիք, որ պատվաստումից նրանց օրգանիզմը շատ ավելի է թուլացել, դիմադրողականությունը ընկել է։ Մեկի մոտ ճնշման խնդիրներ, սիրտանոթային խնդիրներ, հաջորդի մոտ աղեստամոքսային խնդիրներ, տարբեր տեսակի հիվանդություններ են եկել կամ եղածը զարգացել է, եւ մարդիկ կասկած ունեն, որ այո կարող է լինել պատվաստանյութից։ Սիրելի քաղաքացիներ, այդ նույն ապրանքների օգտագործումը վնասակար է լինելու ձեր համար, ձեր զավակների համար, ձեր ծնողների համար։ Մենք չգիտենք ինչ լոլիկ են բերելու, նրա մեջ ինչ բաղադրություն է լինելու եւ երբ է ազդեցությունը երևալու։ Իսկ միգուցե բերում են օրինակ անպատություն առաջացնող ինչ որ դեղամիջոցներ, որ առաջին հայացքից որևէ կերպ չես էլ կարողանում պատկերացնես, ասում են տարիներ եւ ասում ես ինչ վատ էր, որ ես ընտրեցի Նիկոլ Փաշինյան եւ օգտագործեցի թուրքական կամ ադրբեջանական ապրանքները։ Սրանք ազգային անվտանգության սպառնալիքի տեսանկյունից մարդուն, նրա առողջությանը, ընտանիքին սպառնացող վտանգների մասին է սա։ Ինչ վերաբերում է տնտեսական վտանգներին, սկսեմ գյուղատնտեսությունից։ Ակնհայտ փաստ է, որ Արցախյան եւ Արևմտյան Հայաստանի հողերը շատ ավելի բերրի են, շատ ավելի պտղատու են, այնտեղ բնակվող կամ գյուղատնտեսությամբ զբաղված անձինք շատ ավելի ցածր վարձատրվող են, որովհետև Արևմտյան Հայաստանի հատվածում քրդաբնակեցված է, այդտեղ սոցիալական կարգավիճակը բավականին ցածր է։ Արցախում էլ դեռ բնակեցում չկա, բայց այնտեղ չեն բերելու հարուստ մարդկանց բնակեցության։ Բերելու են, որպեսզի գյուղատնտեսությունը շատ ավելի մատչելի լինի նրանց համար։ Գումարած դրան պետական սուբսիդիաներ են հատկացնում, վարկերի տոկոսներ ամբողջությամբ մարելու համար, գումարած արտահանման սուբսիդիաներ են հատկացնում, այսինքն ամեն ինչ անում են, որ հայ գյուղատնտեսի, հայ ֆերմերի, հայ գյուղացու աճեցրած որևէ տեսակի բանջարաբոստանային կուլտուրա, միրգ եւ այլն, որևէ մեկը այլևս աճեցման համար շահավետ չլինի։ Հետևաբար ձեռք բերեք բացառապես Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Շարունակելով սննդի արդյունաբերությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, վերամշակող արդյունաբերությունով Թուրքիան տարածաշրջանում շատ ավելի ցածր ինքնարժեք է կարողանում ստանալ։ Նույնիսկ սպառնալիք է թուրքական ապրանքը եվրոպական երկրների համար։ Եվրոպայի ֆերմերները, Վիեննայի, Գերմանիայի ֆերմերները բազմիցս տարել գոմաղ պտապել են Բունդեսթագի դեմը որպես բողոքի ակցիաների իրականացում նրանց
այսպես արտադրանքը իրենց իսկ սեփական երկրի շուկայում մրցունակ չէր եւ չէր կարողանում վաճառվել։ Այսինքն, սիրելի գյուղացիներ, չեք կարողանալու արտադրեք ոչինչ։ Սիրելի գործարանների սեփականատերեր, ղեկավարներ, մենեջերներ, չեք կարողանալու արտադրեք ոչինչ։ Դուք ներկրելու եք ընդամենը Թուրքիայից։ Իսկ երբ որ մեր արտադրական ներուժը ամբողջությամբ տապալեցինք, երբ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ամբողջությամբ փչացրեցինք, իսկ այժմ միայն արտահանում այսպես կամ ամենածանրակշիռ կերպով արտահանումը իրականացնում ենք դեպի Ռուսաստան ուղղությամբ, դեպի ԵԱՏՄ շուկա ուղղությամբ, եւ չենք կարողանալու Թուրքիայից ներկրենք ու այլ կերպ արտահանում իրականացնենք, դուրս է գալու, որ սեփական կարիքների բավարարման համար չունենք արտադրական ներուժ, ստիպված ենք ներկրել։ Ներկրում ենք մի բան, որը վաղը կարող է խափանումներ, բացի ազգային սպառնալիքը, որը խոսեցինք, կարող է խափանումների առիթ հանդիսանալ։ Օրինակ, մի օր որոշի Թուրքիան, որ Հայաստանի կառավարությունը որևէ հարցում իրեն չի ենթարկվում եւ մատակարարումները դադարեցնի 1 ամսով։ Պատկերացնում եք ինչ կլինի Հայաստանի հետ։ Պատկերացնում եք, եթե էներգետիկ կախվածության մենք անցնենք նրանցից, որտեղ պահանջ են ներկայացրել ատոմակայանը փակելու, որը Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 1/3-ն է ապահովում։ Փակենք, բայց զուգահեռ Թուրքիան կառուցում է իր տարածքում։ Այսինքն դուրս է գալիս Հայաստանի արտադրական ներուժը ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող 15 դրամով արտադրող էլեկտրաէներգիան փակում է Հայաստանում, որ Թուրքիայից թանկով ձեռք բերենք։ Եվ երբ պետք լինի Թուրքիան հոսանք անջատումներ իրականացնի։ Վառելիքի մատակարարումները խոսում էին ադրբեջանական բենզինի էժան գներից, տեսակ հիմա բենզինի էժան գների որքան շատ արագ թանկացան, որովհետև Ռուսաստանում գոյություն ուներ քվոտա Հայաստանին մատակարարվող բենզինի եւ ներքին սպառման գներով էր մատակարարում Հայաստանին։ Ինչ եղավ, ինչու հիմա բենզինի գները ավելացան։ Սիրելի հայրենակիցներ, ամենօրյա ռեժիմով են կախարականատես լինում։ Ծափահարում էին բոլորովին վերջերս 1 ամիս առաջ ծափահարում էին Ադրբեջանով ներկրվող բենզինը իբր թե շուկայի կարգավորման նպատակով։ Տեսակ, որ դա 15 օր տևեց, տեսակ, որ նորից թանկացրեցին։ Էլի ինչ անի Նիկոլ Փաշինյանը, որ հասկանանք, որ ստում է, ինչ խոսում է, խաբում է։ Այո, եւ ճիշտ հիշեցրեցիք, պարոն Սարգսյան, ատոմակայանի հետ կապված այսօր նա ասուլիս է տվել եւ լրագրողներին ներկայացրել է շատ ողջավորված, որ մենք մոդուլային ատոմակայան ենք ստեղծելու եւ շեշտել է, որ սա բոլորովին քաղաքական հարց չէ, սա զուտ տնտեսական հարց է եւ բացատրել է, որ դա շատ հարմար է, որտեղ հնարավոր է մի քանի հատ սարքել, այդ շատ ճկուն է, հա, եւ նաեւ ասել է, որ տեսեք ինչ է, ինչով է մեկնաբանել, դա Չեռնոբիլի վթարից կարող է մեզ հեռու պահել, այսինքն այնքան անվտանգ է այդ մոդուլայինը, իսկ այ մերը վտանգավոր է։ Ես կխնդրեմ սրանել կոնկրետ, որտեղ մենք հերթական ստի հետ հիմա գործ ունենք, այո, կարող ենք ասել այդպես։ Տեսեք, տեսեք։ Ուրեմն Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների մեջ ամենաէժան սակագինը ատոմակայանինն է, որը 15 դրամ է կազմում։ Մոդուլային ատոմականների ըստ փորձագետների էներգետիկների հաշվարկների, որովհետև դա աշխարհում դեռևս չկիրառված, չփորձարկված երևույթ է, ըստ այդ հաշվարկների 45 դրամ, այսինքն 3 անգամ մոտավորապես մոդուլային ատոմակայանի հոսանքը շատ ավելի թանկ է։ Համացան համար նշենք, Հայաստանում բնակչի սպառնված էլեկտրաէներգիայի սակագինը, եթե չեմ սխալվում, 48 դրամ էր։ 48 դրամ է այն պարագայում, երբ որ 15 դրամով 1/3 արտադրող ատոմակայան ունենք։ Ճիշտ է, այնտեղ ունենք շատ ավելի բարձր ինքնարժեքով հիդրոէլեկտրակայաններ, շատ ավելի բարձր ինքնարժեքով ջերմաէլեկտրակայաններ եւ այլն, արևային էլեկտրակայաններ, բայց 1/3-ը արտադրվում է 15 դրամով, Հայաստանի սպառողին, բնակչին էլեկտրաէներգիան վաճառում է 48 դրամով։ Դուք պատկերացրեք 45-ով մոդուլային արտադրի ինչ է լինելու։ Այսինքն մոտավորապես 80-90 դրամ կրկնակի պետք է վճարեն արդեն էլեկտրաէներգիայի սակագնի համար։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է։ Եվս մեկ ապացույց, սիրելի հայրենակիցներ, ստում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է անվտանգության, եթե նույնիսկ համաձայն կլինեք սակագնի կրկնապատկման պայմաններում ավելի անվտանգ լինելու, ապա ստեղ էլ պետք է հիասթափեցնեմ ձեզ։ Դրանց, այդպես ասած, թափուկները շատ վտանգավոր են եւ շատ դժվար կառավարելի։ Հայաստանում չեն կարող դա իրականացնել եւ եթե չեմ սխալվում, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանում էր գտնվում այդ թափոնների ոչնչացման կամ կառավարման տարածաշրջանային ամենամոտիկ այսպես կենտրոնը։ Պատկերացրեք դրա ծախսերը, Ռուսաստանի հարաբերությունների փչացման պարագայում նրանց ընդունել չընդունելը եւ այսպես շարունակ։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մի հավատացեք։
Շնորհակալ եմ, շատ լավ ներկայացրեցիք, կարծում եմ մատչելի եւ շատերի համար արագ ընկալելի։ Փորձենք մեր հարցազրույցը ամփոփել հետեւյալ առումով, քարոզարշավային թեմային անդրադառնալով, ԵԽԽՎ-ն զեկույց է պարոն Սարգսյան հրապարակել, որտեղ մեկ ուղղակի թեկուզ դրվագ էլ ասեմ, պարզ կլինի, տեսեք, ընդդիմության ուղարկած փաստերին եւ իշխանության ներկայացրած փաստերին ինչպես է արձագանքել։ Լսել ենք համապատասխան անձանց, սա ընդդիմության մասով է ասվել, իշխանության պարագայում ասել է, որ արձանագրվել են հստակ փաստեր, այսինքն շատ արդեն գործիչներ արձանագրում են հետեւյալը, որ գործ ունենք միջազգային կառույցի կողմից երկակի ստանդարտների հետ, իշխանության ներկայացրած այսպես փաստեր է համարում, ընդդիմության պարագայում ուղղակի լսված ինչ-որ հայտարարություններ։ Եվ սա բավական հիասթափեցրել է ընդդիմության հատվածին, հանդես են եկել նաև մի շարք անձիկ, այմ ձեռքի տակ օրինակ հիմա Գևորգ Դանիելյանի արձագանքն է միջազգային զեկույցին, քննադատությունն է։ Եվ ես կխնդրեմ հետևյալին անդրադառնաք, դուք ակնկալիքներ ունեք ընդհանրապես, որ միջազգային կառույցները պետք է շատ արդար դատեն, ինչպես ասվում է, հա, եւ կողմնակալ չլինեն Իշա Նիկոլ Փաշինյանի դիրքերից օրինակ հանդես չգան։ Այնինչ մենք տեսանք եվրոպական, հա, հայտնի դեմքերի առաջնորդների այցից հետո, այդքանից հետո դեռ մենք պետք է հավատանք ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի հայտարարություններին կամ զեկույցներին, որոնք ըստ իս, եւ հիմա ձեր կարծիքը կխնդրեմ լսել կուզեմ, ուղղակիորեն ամեն ինչ արնում են, որպեսզի վերարտադրվի, վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Համակարծիք եք այդ փաստի հետ, թե Չեմ կարող համակարծիք չլինել եւ միամտություն է կարծել, որ որևէ երկիր առաջնորդվում է սիրո եւ հանդուրժողականության սկզբունքով։ Երկրները միշտ կառավարվում են, առաջնորդվում են շահի սկզբունքով, սիրելի հայրենակիցներ։ Այո, մենք շատ դեպքերում հայ գրականության մեջ այսպես էմոցիոնալ պորտկումներ են կարդացել, միգուցե սխալ ընկալում է մեր մոտ առաջացրել։ Ազգերը կարող են սիրով առաջնորդվել եւ ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ մեր հետ, բայց պետությունները լավագույն ցանկության դեպքում նույնիսկ չեն կարող։ Նրանք առաջնորդվում են բացառապես շահերով։ Եվրոպայի շատ երկրների մոտ դա ավելի լավ է ստացվում, այդպես մարքեթինգային լավ փաթեթավորումով, ժպիտներով տանել Հայաստանին դեպի կառափնարան։ Սա ստացվում է նրանց մոտ։ Ակնկալել, որ նրանք պետք է Հայաստանի լավագույն շահը գիտակցելով առաջնորդեն, սա մեծ խորը մոլորություն է ու միամտություն, չի կարելի այդպես առաջնորդվել։ Նրանք ունեն շահեր, առաջնորդվում են այդ շահերով։ Եվրոպայի քավորությամբ Արցախը Պրահայում սկուտերի վրա մատուցվեց Ադրբեջանին։ Եվրոպայի քավորությամբ, նորից եմ կրկնում։ Եվրոխորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաները, եվրոպական տարբեր պետությունների ղեկավարների այցը Հայաստան մի բանի մասին էր ընդամենը օգնել Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, որպեսզի կարողանան իրենց շահը առաջ տանել։ Տարբեր են շահերը։ Հայաստանում հակառուսականություն, հակաիրանականություն քարոզելուց սկսած մինչև տնտեսական շատ խորը օգուտներ։ Տեսեք, ես բայց նրանց լուրջ չեմ վերաբերվում ու իմ ընդդիմադիր գործընկերներին էլ բոլորին կհորդորեմ ընդհանրապես լուրջ չվերաբերվել, որովհետև եվրոպական երկրները աչքները փակելու են, նրանք տվել են Նիկոլ Փաշինյանին ցանկացած ապօրինություն կատարելու կանաչ լույս եւ երբևէ չեն դատապարտելու։ Հայաստանում իշխանություն ձևավորում է բացառապես հայ ժողովուրդը։ Մեր խնդիրն է չլսելով Եվրոպային, Ռուսաստանին, Ամերիկային, տարբեր երկրներին չլսելով, ուղղակի թիրախային ճիշտ եւ ազնիվ պարկեշտ կերպով աշխատել մեր հայրենակիցների հետ, թեզերը հասցնել մեր հայրենակիցներին։ Մեր հայրենակիցներն են որոշելու մերժեն Եվրոպայի որևէ խորհուրդ, ընդունեն այդ խորհուրդը, մերժեն Ռուսաստանը, թե ընդունեն այդ խորհուրդը։ Հետևաբար մեր ընդդիմադիր գործիչների միակ առաքելությունը մեր սիրելի հայրենակիցների հետ
ճշգրիտ թիրախային աշխատանքն է։ Այո, եւ հիմա ավարտել եմ ուզում հետեւյալ հարցով ամբողջ պետական համակարգը, ապարատը Նիկոլ Փաշինյանը վեր է հանել, հա, այսպես բոլորին առաջադրանք է տրված, մանկավարժներից սկսած դասախոսներով ավարտված, ընդհուպ մինչև աշակերտներ, որպեսզի գնան մասնակցեն նրա հանրահավաքին, թիվ ապահովելու համար, մյուս կողմից անգամ մամուլն արդեն գրում է, որ սպառնալիքներ է ուղղվում կոնկրետ, հա, ապարատի աշխատողներին, պետական համակարգի, նաև մասնավոր հատվածի, որ եթե չընտրեք Նիկոլ Փաշինյանին, ապա աշխատանքից կազատվեք, ընդհուպ մինչև քրեական գործեր կհարուցվեն ձեզ վրա։ Այսինքն մենք գործ ունենք բացահայտ վախի մթնոլորտի ստեղծման հետ, դրան զուգահեռ նաև հայրախոսությունները, ինչի մասին դուք ասացիք, վարկաբեկում է առաջատար ընդդիմադիր ուժերին, գրեթե ամեն օր նրա թիրախում Սամվել Կարապետյանն է, այսօր դարձյալ անդրադարձել էր եւ այսպես խոստացավ, որ առանձին կանդրադառնա Սամվել Կարապետյանի որոշ հայտարարություններին արդեն իր Facebook-յան էջում։ Մենք այս իրավիճակում ենք հիմա, պարոն Սարգսյան, դուք ժողովրդի հետ շատ եք շփվում, քարոզարշավի մեջ եք։ Ինչ տրամադրություններ եք դուք զգում։ Այո, մեր հույսը, հավատը, մեր ընտրողն է, հայ մարդն է, որը գենետիկորեն կզգա այդ վտանգը եւ կկասեցնի հունիսի 7-ին։ Դուք ինչ հույսեր ունեք։ Մեր ժողովուրդը գիտակցում է, ինչ վտանգի առաջ է եւ հույսով ենք մենք գնում հունիսի 7, թե կան Հակառակը, լրջագույն վախեր։ տեսեք, մի հատ շատ անամոթ սուտ էին տարածել, որ Սամվել Կարապետյանի ընտրվելու պարագայում 300,000 հայ զինվոր է ուղարկելու Ուկրաինա Հա, կրվի։ Այս սուտ YouTube-ով, բոլորը գիտեն սրա YouTube-ով։ մասին, այո։ Ես ուղղակի զարմացած էի, որ մարդիկ ինձ մոտենում են, հետո ասում էին ճիշտ է այդ հայտարարությունը։ Խեղճի Այսինքն միամիտ հավատացել են, հա։ ժողովուրդ, գիտեք, այս մարդիկ առօրյա հոգսերի տակ են, այնքան ինֆորմացիոն տարափ է գալիս, չեն հասցնում կեղծը ճշտից զանազան են, բառից բուն իմաստով չեն հասցնում։ Եվ որ տեսնում են գործի ում որ վստահում ու հավատանում են, ասում են, ինչ է տարածում ՔՊ-ն, ճիշտ է սա, դե ասում իհարկե չի կարող ճիշտ լինել, ասում են դե հա մենք էլ ենք պատկերացնում, բայց ամեն դեպքում մտածեցինք որ պետք է հարցնել։ Տեսեք, հոգու խորքում կարող են ունենալ, որովհետև փաստ է 300,000 ադրբեջանցու գալը, անդադ խոսվում է դրա մասին, Նիկոլ Փաշինյանը դրա հակառակ 300,000 թվի վրա հակաքարոզ է իրականացնում շատ անամոթաբար, որովհետև չի կարելի այդպիսի կեղծիք տարածել, մարդիկ ունեն մտավախություններ, ձերբակալություններ են ապօրինի, որևէ մեկը եթե հանկարծ ունի ինդիմադիր կեցվածք, միանգամից զինկոմիսարիատից նրան գնում է ծանուցում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համատարած բոլորին են տանում։ Հաջորդին, օրինակ նոյեմբերյանում հանրահավաքի ժամանակ մեր թիմակիցների ընկերներից մեկին տեղում ծանուցում եկավ հրավեր քննչական մարմիններին պետական ամբողջ ապարատը աշխատում է ընդդիմության դեմ, բայց լավ նորությունն նա է, որ այդ թվում պետական համակարգի շատ աշխատակիցներ չեն կարող հիմա ցույց տալ որևէ կերպ Նիկոլ Փաշինյանին հակադրություն, բայց նաև գնալու են եւ հակադրվելու են իրենց քվեով։ Իմիջայլոց մեր սիրելի մանկավարժներին, որոնք որ Հայաստանի զարգացման, Հայաստանի հարատևման հիմնասյուներից են, նրանց կրթության, նրանց տված դաստիարակության, նրանց տրամադրած ժամանակի շնորհիվ է հայը ձևավորվում մարդ դառնում ու պահում հետագայում պետությունը, բայց ձեզ սիրելի մանկավարժներ, այդ թվում իմ ուսուցիչներ, ձեզ խաբեության միջոցով ներքաշում են քրեական գործի մեջ։ Եթե ձեր աշխատանքային ժամանակահատվածի ընթացքում ներքաշում են հանրահավաքների, քաղաքական process-ների մասնակցության այս կամ այն ձևաչափով, վաղը ձեզ այլ հանձնարարություն են տալու, որը եթե չկարողանաք կատարեք, սպառնալու են, որ դուք խախտել եք քրեական օրենսգրքի դրույթները եւ ձեզ քրեական պատասխանատվության են ենթարկելու։ Այդ թվում դրանով դրթելով իրենց ցանկությունը կատարելու։ Մի մասնակցեք ձեր աշխատանքային ժամին որևէ հանրահավաքի, այդ թվում ընդդիմադիր։ Սա էլ ասեմ, որպեսզի հասկանանք, որ միայն Նիկոլ Փաշինյանի մասին չենք խոսում։ Սիրելի մանկավարժներ, ուշադիր եւ զգոն եղեք։ Մի մասնակցեք հանրահավաքների ձեր աշխատանքային ժամանակահատվածի ընթացքում։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, Ես դեռ շնորհակալ եմ։ ժամանակ կա, այսօր 6-րդ օրն էր, չէ, այսօր քարոզարշավի,
Ես 7-րդ, գիտեք, 7-րդ, 7-րդ օրն է, այո։ այո, դեռ ժամանակ ունենք, կարծում եմ առիթ կունենանք նորից ձեզ հետ զրուցելու, Իրոք, վերջին իրավիճակներին տեղեկացնելու մեր ժողովրդին իրազեկելու համար, որտեղ ամեն մեկը քվյախցիկում ինքն է իր խղճի, իր Աստծո առաջ եւ գրիչն ու թուղթը իր առջև են, ոչ ոք չի տեսնում, իրենք կարող են հանգիստ քվյարկել այո, իշա ուժեղ Հայաստանի։ Ես շնորհակալ եմ այս հետաքրքիր հարցազրույցի ես համար։ շնորհակալություն։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։